Բարև ձեզ սիրելի ընկերներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրեն իր ճշմարտությունը իրագործել մեր կյանքում Հիսուսի շնորհքով, թող Աստված մեզ օգնի դրա մեջ։ Հիսուսի անով խնդրեցի ամեն, ինչպես գիտենք, մենք այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը, Քրիստոսը Փիլիպպեցիներին եւ Կողոսացիներին թղթերում։ Եվ արդեն ասել ենք դաս երրորդին, որը կոչվում է կյանք եւ մահ։ Հիշելու համարն է Փիլիպպեցիներ 1:21, որտեղ ինձ համար կյանքը Քրիստոսն է։ Իսկ մեռնելը շահ։ Հաճախ մեզ ասում են, որ մահը կյանքի մի մասն է, դա կեղծիք է։ Մահը կյանքի հակառակն է, կյանքի թշնամին։ Մահը կյանքի մեջ նույնքան ներառնված չէր, ինչպես որ ավերակները մեքենա Ինչպես որ մեքենան երբ որ կոտրվում է, մեքենայի կոտրվելը։ Պողոսը վճռականորեն ասում է, որ Քրիստոսը մահացավ, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային եւ ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, Եբրայեցիներ 2:14-15 համար։ Թեև Պողոսը պատրաստ էր մեռնել հանուն Քրիստոսի, նա վստահություն ուներ իր երկարաժամկետ ճակատագրի առումով, այդ ժամանակ նրա համար ամենակարևոր բանը լիներ դա իր կյանքով թե մահով Քրիստոսին պատվելը եւ փառավորելը։ Եվ ավետարանը հնարավորինս շատերին քարոզելն էր։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ ունենք այդքան շատ ուղերձներ, որոնք կրում են նրա անունը։ Իր գրվածքների միջոցով նա կարողացավ հասնել բազմաթիվ մարդկանց ու վայրերի, այդ թվում այնպիսի վայրեր, որտեղ երբեք չէր այցելել։ Կյանքը կարճ է եւ կենսականորեն կարևոր է Աստծո արքայության համար հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ այն տարիների ընթացքում, որոնք Աստված պարգևել է մեզ։ Սա վերաբերում է բոլոր մարդկանց։ Այդ ազդեցության ոչ փոքր մասը կապված է մեր կողմից հավատի միասնությունը խրախուսելու հետ։ Ինչպես կտեսնենք այսօր, այս թեման Պողոսի Փիլիպպեցիներին գրելու կարևոր պատճառներից մեկն էր։ Կարդանք Փիլիպպեցիս 1:19, առաջին գլուխ 19-20 համարները։ Որտեղ գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի հոգու օգնությամբ, համաձայն իմ ակնկալության եւ հույսի ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոս իմ մարմնի մեջ կմեծարվի իմ ապրելով, թե իմ մեռնելով։ Չնայած Պողոսը հանցագործ չէր, սա առաջին դեպքը չէր, որ նա բանտարկվել էր եւ նրան օտարը չէին հալածանքները։ Կորինթացիներին նա մանրամասն նկարագրեց իր կրած տառապանքները մինչև այդ ժամանակը, ավելի հաճախ բանտերում, հաճախ մահացու, հրեաներից 5 անգամ 40-ից մեկով պակաս հարված եմ ընդունել, 3 անգամ խարազանվել եմ, 1 անգամ քարկոծվել, 3 անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել, բազմաթիվ ճանապարհություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, ազգակիցներից, հեթանոսներից, վտանգներ քաղաքում, անապատում, ծովում, սուտ եղբայրներից, հոգնությունը աշխատանք, բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ Ինչու էր Պողոսը այս ամեն ինչը տանում։ Պողոսի կյանքը միապացույց է, որ Հիսուս Քրիստոս իրոք կենդանի է եւ իրոք նա կանի այն, ինչ որ խոստացել է մեզ։ Պողոս ուներ անսասան հավատք։ Բայց որպեսզի չմտածենք, թե այդ տառապանքները գլխավոր տեղ էին զբաղեցնում նրա ուղեղում, Պողոս անմիջապես ավելացնում է 2 Կորինթացիս 11:28 Բացի այլ բաներից, այն, ինչ ամեն օր գալիս է ինձ վրա, իմ խոր մտահոգությունը բոլոր եկեղեցիների համար է։
Կարդանք առաջին Կորինթացիս 4 գլուխ 14-16 առաջին Կորինթացիս 4 գլուխ 14-16 համարները ոչ թե ձեզ կներեք ոչ թե ձեզ ամաչացնելու համար եմ այս բաները գրում, այլ որպես իմ սիրելի որդիների խրատում եմ։ Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոսով ձեզ ավետարանի միջոցով ծնեցի, այսինքն առաջինը Պողոսն էր ավետարանը քարոզել իրենց։ Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք։ Միտեղ էլ ինքը գրում է, որ ինձ նմանվեք, ինչպես ես Քրիստոսին։ Ինչպես Հիսուսը, որ ոչինչ չխնայեց մեզ փրկելու համար, Պողոսը պատրաստ էր ծախսել եւ ծախսվել հավատակիցների համար։ Սակայն որքան էլ դա հակասական թվա, որքան մարդու գործողությունները նման են Հիսուսի գործողություններին, այնքան քիչ են նրան սիրում կամ գնահատում որոշ մարդիկ։ Երկրորդ Տիմոթեոս 3:12 ասում է. Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսով պիտի հալածվեն։ Բայց հավատարիմ քրիստոնյաները թերևս մնում են Աստծուն փառաբանելու եւ ավետարանի ճշմարտությունը բացահայտելու ամենահզոր ուղին։ Պողոսի Էլեն Ուայթ առաքյալների գործերը գրքում գրում է. Պողոսի համբերությունն ու ուրախությունը իր երկարատև ու անարդար բանտարկության ընթացքում նրա քաջությունն ու հավատը հարատև քարոզ է այն մարդկանց համար, ովքեր տեսնում էին այդ բոլորը։ Եթե դուք չեք նկատել, մենք բոլորս հատկապես որպես հավատացյալներ ներգրաված ենք մեր շուրջը բուրն կերպով ընթացող մեծ հակամարտության մեջ, որն իհարկե ընթանում է նաև մեր ներսում։ Մենք բոլորս այս կամ այն կերպ զգում եւ ապրում ենք այս տիեզերական պայքարի իրականությունը եւ դա կշարունակվի մինչեւ մեր մահվան օրը, երբ եւ ինչպես էլ դա տեղի ունենա։ Կարդանք երկրորդ Կորինթացիս 10-րդ գլխի 3-6 համարները։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 3-6 համարները։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով բերդեր քանդելու։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձունք, որ Աստծո գիտության դեմ է գռոզանում, ու երում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Ամենամահացու հոգևոր զենքերը գաղափարներն են, լավ կամ վատ։ Սատանան օգտագործում է քննադատությունը, դավաճանությունը, ամոթը, վախը, հասակակիցների ճնշումը եւ նման այլ գործիքներ, որոնք քրիստոնյաները երբեք չպետք է օգտագործեն։ Դրա փոխարեն մենք պետք է օգտագործենք սերը, ողորմությունը, խաղաղությունը, նրբությունը, համբերությունը, բարությունը եւ ինքնատիրապետումը։ Մեր ամենահզոր զենքը խոհեմորեն օգտագործված Աստծո խոսքն է, որ օգտագործում է Սուրբ Հոգին, ինչպես գրված է Եփեսացիներին 6-րդ գլխի 17 համարում, քանի որ միայն Աստված կարող է ճշմարտությունը հասցնել մարդու սրտին։ Մենք ընդհանրապես գործիքներ ենք, որոնց օգտագործում է Աստված իր նպատակներն իրականացնելու համար։ Կարդանք Փիլիպպեցիս 1 գլխի 21-ից 22 համարները։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը շահ, բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե որն ընտրեմ։ Քանի որ ճակատամարտը հոգևոր է, մենք գաղափարների ու արժեքների պատերազմի մեջ ենք։
Այնուամենայնիվ Քրիստոսը խաչի վրա հաղթանակ է տարել մեզ համար, եւ քանի դեռ մենք միաբանված ենք նրա հետ, երբեք չենք պարտվի, եթե նույնիսկ սպանվենք։ Պողոսը զոհաբերեց իր կյանքը անկախ այն բանից, թե ինչ կկատարվի իր հետ այստեղ երկրի վրա, որքան էլ դա անարդար լիներ, քանի որ նա իր կյանքն ու ապագան վստահել էր ավելի բարձր դատարանի։ Որպես քրիստոնյաներ մենք պետք է պայքարենք ոչ այնքան մեր իրավունքների համար, որքան այն բանի համար, ինչը ճշմարիտ է։ Այսինքն ինքը Պողոսը, երբ որ իրեն վերցրեցին եւ առանց դատի ծեծեցին, ինքը պահանջեց, ասեց ես հռոմեացի քաղաքացի եմ, ինչպես եք առանց դատի ինձ վերցնում եւ ծեծում, եւ նրանք ուզում էին այդպես ուսուփուս բացողնիկ ասեց, չէ, եկեք ներողություն խնդրեք, որովհետեւ սխալ բան եք արել։ Ինչու էր սա անում Պողոսը, որովհետեւ ես ուներ, ոչ։ Դա մի դաս էր, որ ինքը ուզում էր տալ այդ մարդուն, որ սխալ էր արել, որ նա հասկանա եւ ապագայում այդ սխալը չանի։ Այսինքն մենք պայքարում ենք ճշմարիտի համար, ոչ թե ուժն է ճիշտ դարձնում, այլ ճիշտն է ուժ տալիս։ Այսինքն չի նշանակում, որ մարդը ուժ ունի, ուրեմն ճիշտ է։ Ոչ, ճշմարտությունը մեզ ուժ է տալիս։ Հանձնվել Աստծո կամքին պատվաբեր է, իրականում դա է միակ ճանապարհը հաղթած դուրս գալու այն պատերազմից, որտեղ գտնվում ենք։ Հիսուսն իհարկե Աստծո կամքին հնազանդվելու անվիճելի ու կատարյալ օրինակ է, ինչպես Պողոսը կներկայացնի Փիլիպպեցիներ 2-րդ գլխում։ Կարդանք Փիլիպպեցիներ առաջին գլխի 23-24 համարները։ Երկուսն էլ ինձ ձգում են հեռանալ այս կյանքից եւ Քրիստոսի հետ լինել, երկուսն էլ ինձ որ շատ ավելի լավ է, բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։ Այս հատվածը դարերի ընթացքում մեծապես սխալ է հասկացվել։ Այս շաբաթվա ուսումնասիրության հատվածում Պողոսը խոսում է այն հակադրության մասին, որ գոյություն ունի կյանքի ու մահվան միջև, քրիստոնյան ապրում է Քրիստոսի համար եւ կարող է նույնիսկ մահանալ նրա համար։ Այդ իմաստով դա շահ է, քանի որ մեր վկայությունը նույնքան ավելի հզոր ու համոզիչ է։ Մենք չենք կասկածում մարդու հավատքին, երբ տեսնում ենք, որ նա պատրաստ է մահանալ այդ հավատքի համար։ Բայց մենք պետք է գիտակցենք նաև, որ մահացածները իսկապես մահացած են։ Նրանք, ինչպես գրված է Ժողովուրդ 9:5-ում, նրանք ոչ մի բան չգիտեն։ Նրանք հանգստանում են գերեզմանում մինչև հարությունը։ Ինչպես գրված է Հովհաննես 5-րդ գլխի 28-29 համարում, ինքը Պողոսն է ասում դա, Հովհաննես 5-րդ գլուխ 28-29։ Մի զարմացեք, որտև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ Երբ որ Հիսուսը երկրորդ անգամ գա։ Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։ Այստեղ չի ասում, որ մարդիկ արդեն դժոխքում են կամ դրախտում են, չէ, նրանք սպասում են Քրիստոսի գալուստին, որպեսզի իրենց ոմանք հավիտենական կյանքը ստանան, ոմանք էլ հավիտենական մահ։ Այդ պատճառով էր, որ Հիսուսը մահացած Ղազարոսի մասին ասաց. «Մեր բարեկամը Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Եթե մարդիկ մահանալուց անմիջապես հետո գնում են դրախտ, ապա պատկերացրեք, թե ինչ վիճակում կլիներ այնտեղ Ղազարոսը։ Ղազարոսը 4 օր վայելում է դրախտը, որից հետո վատ լուրով նրա մոտ է գալիս հրեշտակը. «Կներես Ղազարոս, բայց Հիսուսը քեզ հետ է կանչում երկիր, դու չես կարող այստեղ մնալ»։ Երբ մենք հետևում ենք այս մոլորությանը, մինչև իր տրամաբանական ավարտին տեսնում ենք, թե ինչքան սխալ է այն։ Մահը նման է առանց երազի քնի, որից Հիսուսն իր հավատարիմ հետևորդներին կարթնացնի երկրորդ գալուստի ժամանակ։ Դրանից հետո նրանք կենդանի սուրբերի հետ միասին կվերցվեն ու կտարվեն երկինք Հիսուսի հետ հավերժ լինելու համար։ Պողոսի ներկա կյանքից մեկնելը Քրիստոսի հետ լինելու համար նշանակում է նրա հետ լինել տառապանքների ու մահվան ժամանակ, որպեսզի
մասնակից լինի մեռելներից հարություն առնելուն, ինչպես նշում է Փիլիպպեցիների 3-րդ գլխի 11 համարում։ Անկասկած է, նա գիտեր, որ մահվան պահին կփակի աչքերը եւ հաջորդը, որ կգիտակցի նույն ակնթարթին Հիսուսին տեսնելն է, ով իրեն Աստծո ժողովրդի հետ կտանի այն վայրը, որ պատրաստել է բոլոր իրեն սիրողների համար։ Այսինքն ասել ենք մի անգամ եւս, երբ որ քնում ենք, մենք չենք զգում, մենք կարծես թե միշտ վայրկյանին արտանում ենք առավոտյան։ Եվ նույնը մահն է։ Թեև Պողոսը գիտեր, որ պատրաստ է մեռնել Քրիստոսի համար, հասկանում էր, որ Փիլիպպեցիների համար ավելի լավ կլիներ իր մնալը, ահա թե ինչու գրեց, բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր, ուշագրավ է, որ քրիստոնյան պարտադիր չէ հեշտ պատասխան ունենա հետևյալ հարցին, ավելի լավ է ապրել Քրիստոսի համար, թե մեռնել նրա համար։ Պողոսը չգիտեր ինչպես ընտրություն կատարել կենդանի մնալու եւ գերեզմանում հանգչելու միջև, երբ գրում էր, չգիտեմ, թե որն ընտրեմ։ Եվ գործ կարաքելոցում Ellen White-ը գրում է, որ Աստված ուզում է իրեն երկար դեռ պահել եւ օգտագործել իր գործի համար, իր փառքի համար, բայց քանի որ ինքը արդեն շատ տանջված էր եւ եղբայրներն էին հալածում, այսպես կոչեցյալ սուտ եղբայրները, եւ հեթանոսները, եւ ինչքան նեղություններ էր կրում, որպեսի մարդկանց շշմարտությունը տար, եւ ինքը արդեն մաշվել էր, հոգնել էր, եւ Աստված ուղղակի խղճաց նրան եւ թույլ տվեց, որ մեռնի։ Հիսուսի վերջին աղոթքն իր աշակերտների համար կենտրոնացած էր մեկ հիմնական թեմայի վրա՝ միասնություն։ Հիսուսը նայում էր խաչից այն կողմ դեպի վերամիավորում իր հոր եւ մեզ հետ։ Հովհաննես 10:24 հայր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն այն փառքը, որ ինձ տվեցիր։ Հիսուսն աղոթեց, որ հայրը պահպանի իր զավակներին, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։ Հովհաննես 10:11 Նա նաև ընդգծեց անմիաբանության ծանր հետևանքները, այն պատճառ է դառնում, որ շատերը չհավատան։ Այս կարճ աղոթքում Հիսուսը 2 անգամ շեշտում է մեր միասնություն իր եւ հոր հետ, որպեսզի աշխարհը հավատա եւ որպեսզի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր։ Կարդանք Փիլիպպեցիներ առաջին գլխի 27 համարը։ Եվ նրան իշխանություն Փիլիպպեցիս առաջին գլուխ 27 համար։ Միայն թե Քրիստոսի ավետարանին վայել կերպով ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով եւ մեկ շնչով պատերազմում եք ավետարանի հավատի համար։ Այսինքն ավետարանի շուրջը միավորված պետք է լինեին, այլ ոչ թե ինչ որ մի մարդու շուրջը։ Եվ Հովհաննես 17 գլխի 17-ից 19 համարները Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է, ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի, եւ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Փիլիպպեցիներին 1:27-ում հունարեն Պոլիտե օմոմայ բառը, որը թարգմանվում է արժանի վարքագիծ դրսևորել, նշանակում է ապրել որպես քաղաքացի, ոչ թե որևէ երկրային թագավորությունում, այլ որպես երկնային թագավորության քաղաքացի։ Լեռան քարոզը ներկայացնում է հրաշալի պատկեր այն մասին, թե ինչ է նշանակում լինել երկնային հոր զավակներ եւ նրա թագավորության անդամներ, հոգով աղքատ, այսինքն որ միշտ ձգտում են ճշմարտությանը, հեզ քաղցած ու ծարավի արդարության, ողորմած սրտով մաքրու խաղարար, մյուս այդը դարձնող իր թշնամիներին սիրող, անիծողներին օրհնող, ատողներին բարիք անող։ Մի խոսքով միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ ընթանալ քո Աստծո հետ, այստեղ նշենք, որ երբ որ ասում ես սիրիր քո թշնամ, չի ասում, որ թշնամի ջան դու լավ ես, ամարի ճակատդ պաչեն, ոչ։ Սիրել թշնամ նշանակում է դրա համար աղոթք անել եւ
նրան ավետարանել, որպեսզի նա դարձի գա փրկվի, այլ ոչ թե ճակատը պաչել եւ ասել լավ է անում, եւ նաեւ այդ մյուս այդը դարձնելը չի նշանակում, որ փալ ասես, ինչ անում են գլխիդ դեն չես անում, այլ որպես դու հոգևոր հասուն ձևով ես աշխատում, այսքան պետք չի կռվել, պետք չի հեղափոխություններ անել, կարող եմ օրինակ բերել, երբ որ ես թարգմանիչ եմ աշխատում եւ երբ որ մարդիկ զանգում են, ինչ որ բան այնպես չի լինում, եւ շատ բորբոքված են լինում եւ սկսում են միանգամից կռվել տվյալ անձի հետ, տվյալ անձը փոխարենը կռվող պատասխանի իրեն, սկսում է պարզաբանել, ասենք թե եթե իրենց միջոցով է եղել սխալը, իրենց պատճառով, ասում են նայեք, ես պատասխանում եմ միայն իմ արածների համար, միգուցե ուրիշ մեկը սխալ է արել, բայց ես պատասխանում միայն իմ արածների համար եւ կօգնեմ ձեզ, որպեսզի ձեր հարցը լուծվի, կամ լինում է այնպես, որ վերջում ստացվում է, որ այս մարդն էր սխալ հասկացել, այս մարդն էր սխալ արել, որ հիմա կռիվ է անում եւ բայց ինձ զարմացնում է համբերությունը այդ մարդկանց, ինչպես իրենք մանրակրկիտ բացատրում են, մի քանի անգամ կրկնում են եւ վերջի վերջո հարցը լուծվում է, այսինքն իսկական քրիստոնյայի համբերություն են ցուցաբերում, չեն սկսում գոռալ իր վրա, հանգիստ պատասխանում են եւ հանգիստ հարցը լուծում են եւ այս մարդը արդեն վերջում ինքն է ներողություն խնդրում, այսպես պիտի լինի քրիստոնյան, դժվար է վիրավորվել նման մարդուց կամ բարկանալ նրա վրա արդյոք, այդպես չէ, այն մարդը, որ միշտ խաղաղությամբ է պատասխանում, միշտ ձգտում է հարցը լուծել խաղաղությամբ, երբեմն մենք խանդով ենք վերաբերվում նրանց, ովքեր թվում է չափից դուրս լավն են, մենք կարող ենք նույնիսկ փորձել ցածրացնել նրանց կամ գտնել նրանց թույլ կողմը, ապացուցելով, որ նրանք այնքան լավը չեն, որքան թվում է եւ այդ ամենը նրա համար, որ մեզ ավելի լավ զգան, սակայն արդյոք դրա փոխարեն ավելի լավ չի լինի տեսնել, թե որքան ավելի սիրառատ կարող ենք լինել, մենք ավելի առատաձեռն, ողորմած ու խոնարհ։ Այդ մարդիկ, որ այդքան համբերությամբ ու խոնարհությամբ են պատասխանում, իրենց երկրային տիրոջ համար են անում, այսինքն համար, որ աշխատում են, առավել եւս մենք, որ Քրիստոսն է մեր Տերը, պետք է մեր կյանքում ցուցաբերենք այդ համբերությունը, այդ սերը եւ այդ խոնարհությունը։ Էլեն Ուայթը խոսել է նրանց մասին, ովքեր վկայությունների եկեղեցու համար հատոր 5 աշխարհ եւ նրա շահը սիրում են ավելի, քան Աստծուն կամ ճշմարտությունը։ Շատ հաճախ եկեղեցուն վերջին հաշվով անհամաձայնությունը բխում է հպարտությունից, վկայությունների եկեղեցու համար հատոր 5, երբ հպարտությունն ու աշխարհիկ փառամոլությունը խրախուսվում են, Քրիստոսի ոգին հեռանում է եւ խանդը, տարաձայնություններն ու վեճերը մուտք են, այսինքն նախանձը, ոչ թե խանդը, եւ վեճերը մուտք են գործում եկեղեցի, շեղում ու թուլացնում այն։ Կարդանք Փիլիպեցիներ առաջին գլխի 27-ից 30 համարները։ Փիլիպեցիներ առաջին գլուխ 27-ից 30։ Մենք թե Քրիստոսի ավետարանին վայել կերպով ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք ավետարանի հավատի համար, եւ հակառակորդներից ոչով մի վախեցեք, դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար փրկության, եւ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաեւ որպեսզի չարչարվեք նրա համար։ Նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսակ ու այժմ ինձնից լսում եք։ Սատանայի ռազմավարությունը բաժանելն ու նվաճելն է, կամ բաժանելն ու տիրելը։ Բաժանումը մահացու է։ Հիսուսն ասել է, եթե Մարկոս 3:25, եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը կանգուն մնալ չի կարող։ Սա պարզ սկզբունք է, որը սատանան ուրախությամբ է ցանկանում, որ մենք մոռանանք։
Մեր միասնությունը հնարավորություն է տալիս կատարելու մեր մարգարեական դերը, որպես աստվածաշյան մարգարեության մնացորդ, հռչակելով հավիտենական ավետարանը բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Հայտնություն 14:6։ Քանի որ միասնությունը կարևոր է Աստծո կողմից տրված այս պատգամը տարածելու առաքելության համար եւ Հիսուսի աղոթքը Հովհաննես 17-ում ընդգծում է Աստծո խոսքի ճշմարտությունը որպես միասնության կարևոր բանալիներից մեկը, մեր լուրը չի կարող առանձնացվել մեր առաքելությունից կամ մեր միասնությունից։ Այս երեքը կանում կամ ընկնում են միասին։ Եթե այս երեք առանցքներից մեկը բացակայում է, մենք չենք կարող հաջողության հասնել։ Հետևաբար, եթե մենք ունենք այս երեքն իրենց տեղում, վախենալու ոչինչ չունենք։ Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում Փիլիպպեցիներին 1:28, հակառակորդներից ոչով մի վախեցեք։ Սատանան պարտված թշնամի է, եթե նույնիսկ մենք մահանանք հանուն մեր հավատի, ոչինչ չի կարող վնասել մեզ, եթե ինչպես Պետրոսն է ասում, բարուն նախանձախնդիր լինեք։ 1 Պետրոս 3:13, չան անզոր եք անեցնելու Աստծո ճշմարտության հաղթարշավը։ Այս ընկած մեղավոր աշխարհում կյանքն ինքնին դժվար է, նույնիսկ կներեք կյանքն ինքնին դժվար է նույնիսկ մեզանից լավագույնների համար, շակերտների մեջ լավագույնների։ Հոբն արդար մարդ էր, նույնիսկ Աստված ասաց, որ այդ մարդը կատարյալ արդար եւ աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում, Հոբ 1:1։ Այնուամենայնիվ մեկ գիշերվա ընթացքում աղետը հարվածեց նրան եւ նրան տանիքին, ով չի սովորել կամ անձնական փորձով կամ տեսնելով ուրիշների հետ պատահածը, որ մարդիկ այստեղ ապրում են, ասես անդունդի եզրին, եւ երբեք չգիտես, թե երբ այն դուրս կգա վերահսկողությունից։ Տառապանքը ինչ որ չափով բոլորից բաժինն է, ի վերջո ավելի լավ է տառապել հանուն Քրիստոսի, քան որևէ այլ բանի համար։ Ինչպես Պետրոս ասում է, եթե որպես չար հանցագործ մարդիկ եք տառապում, ամոթ եք բերում Հիսուսին, բայց եթե որպես արդար մարդիկ եք տառապում Հիսուսի անունի համար, փառավորում եք Հիսուսին։ Վերջում կարդանք Էլեն Ուայթ գործարակելուց գրքից։ Կալանավայրերից, ցցից, զնդանից, երկրի քարանձավներից ու խոշերից նրա ականջին է հասնում նահատակների հաղթական ճիչը։ Նա այսքան փրկիչը լսում է աննկուն հոգիների վկայությունը, որոնք թեև զրկված, տարապյալ ու խեղված, այնուամենայնիվ համարձակ ու հանդիսավոր կերպով վկայում են հավատի համար հայտարարելով ես գիտեմ, թե ում եմ հավատացել, սա նաև Էլեն Ուայթի վերջին խոսքերն են եղել։ Նրանք իրենց կյանքը զոհաբերելով հանուն հավատի հայտարարում են աշխարհին, որ նա ում վստահել են ի վիճակի է փրկել մինչև վերջ։ Եվ նաև կարդանք վաղ ստեղծագործություններ, Էլեն Ուայթի վաղ ստեղծագործություններ գրքից։ Քրիստոնեության մեջ երբեք հավատքի այնպիսի բազմազանություն չի եղել, ինչպես այսօր։ Եթե պարգևներն անհրաժեշտ էին պահպանելու վաղ եկեղեցու միասնությունը, այսքան առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, ուսուցիչներ, որքան ավելի անհրաժեշտ են այժմ միասնությունը վերականգնելու համար, որ Աստծո նպատակը եկեղեցու միասնությունը վերականգնելն է, վերջին օրերում խիստ ակնհայտ երևում է մարգարեություններից, մեզ վստահեցնում են, որ պահապաներ, այսինքն դետերը կտեսնեն դեմ դիմաց, երբ Տերը կրկին կգա։ Ինչպես նաև որ վերջին ժամանակներում իմաստունները կհասկանան դա։ Երբ սա կատարվի, կլինի հավատի միասնություն բոլոր նրանց հետ, որոնց Աստված համարում է իմաստուն, քանի որ նրանք, ովքեր իրական ճիշտ են հասկանում, անպայման պետք է նույն կերպ հասկանան։ Այսպիսի դիտարկումներից ակնհայտ է դառնում, որ այստեղ կանխատեսված եկեղեցու կատարյալ վիճակը դեռևս ապագայում է։ Հետևաբար, այս պարգևները դեռևս չեն իրականացրել իրենց նպատակը։ Թող Աստված օրհնի մեզ, շնորհակալ ենք Աստծուն այս իր դասերի համար, որ որքան հնարավոր է շուտ գա այդ օրը,
որպեսզի Աստծո պարգևները օգտագործվեն իր գործի առաջ խաղացման համար եւ ինքը արագ շուտ վերադառնա։ Ինքը ասեց, որ հունցքը ասել է, բայց հնձվորները քիչ են, թող Աստված օրհնի, որպեսզի շատ մարդիկ դառնան հնձվոր եւ իրենց կյանքը նվիրեն ավետարանի գործին եւ միասնաբար անեն Աստծո գործը Հիսուսի գալուստը մոտեցնելով, թող Աստված օրհնի մեզ դրա մեջ, Աստծո ողորմությամբ, մինչև մյուս շաբաթ։